Գագիկ Ծառուկյանի հաջորդ հանգրվանը Գյումրու մանկավարժական ինստիտուտում էր։ Այստեղ նախատեսված էր հանդիպում ուսանողների եւ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Բուհի ռեկտորը ողջունելով Գագիկ Ծառուկյանին շեշտեց, որ գյումրեցի ուսանողների համար հյուրերի այցը սպասված էր։ Այստեղ անակնկալ էր նախատեսված Գագիկ Ծառուկյանի համար։ Հասարակական, քաղաքական ակտիվ գործունեության, ուսանող երիտասարդության մտավոր ներուժի զարգացման նպատակով իրականացվող բարեգործական գործունեության, ինչպես նաև հանրապետության սպորտի բնագավառում ներդրված մեծ ավանդի համար Գագիկ Նիկոլայի Ծառուկյանին պարգևատրել բուհի ոսկե մեդալով։ Ռեկտոր Գրիգորյան։ Ողջունելով ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ առաջնահերթություն է ուսանողների համար բարձրորակ կրթություն ստանալու հնարավորության ընձեռումը, որ բանիմաց երիտասարդներն են մեր վաղվա օրը։ Իրոք մեր ապագան մեր ուսանողներն են։ Մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք մեր ուսանողությանը, հնարավորություն տրվի, որ նրանք կարողանան սովորել։ Սովորելուց հետո, որ պայմաններ լինի, կարողանան աշխատել։ Մարդը այսօր ասենք գումար չունի, չի կարողանում սովորել կամ թույլ չի տա գնա խնդրելու, այլ ոնց որ արտասահմանում պետք է ֆինանսավորվի պետության կողմից, ելի ուսանողը վերադարձնի։ 15 տարում թող վերադարձնի, բայց առանց տոկոս։ Եթե մարդը կարող է պիտանի մարդ դառնալ, պետությանը, գիտությանը, մշակույթին, արվեստին, իր տարածքին, ուրեմն պետք է այդ մարդը սովորի, որտեղ Աստված այդ գիտելիքները տվել է իրեն։ Բայց գումարի պատճառով նա պետք է չլինի այնպես, որ չսովորի։ Դուք պետք է ձեզ հավատաք, ձգտեք, կամք ունենաք, ցանկություն ունենաք, նպատակ ունենաք ու ամեն ինչը կիրականանա։ Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն Գագիկ Ծառուկյանը դատարկաձեռն չէր այցելել այս կրթօջախ։ 10 միլիոն դրամ հատկացվեց անապահով ուսանողների վարձավճարների փոխանցման, եւս 2 միլիոն դրամ էլ վաստակաշատ դասախոսների խրախուսման նպատակով։ Սակայն այսքանով չսահմանափակվեցին ուսանողության համար նախատեսված հատկացումները։ Ուսանողական տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու նպատակով Գագիկ Ծառուկյան հիմնադրամից եւս 5 միլիոն դրամ հատկացվեց Գյումրու մանկավարժական ինստիտուտի ուսանողական խորհրդին։ Համարեք, թե ես այդ ուսանողների ծնողներից մեկն եմ, որտեղ 3 բալիկ էլ ես ունեմ, որ սովորում են, եւ ասենք, թե ես ունեցել եմ եւ դասախոս, եւ ուսուցիչ, եւ մարզիչ, որ նրանք երկրորդ ծնողներն են, որոնց հաջողությունը, հաղթանակը դա իրենց ուսանողի հաղթանակի մեջ է, որ պիտանի մարդ է դառնում, ճանաչված մարդ է դառնում, օլիմպիական չեմպիոն է դառնում, մարզիչի, դասախոսի համար դրանից մեծ երջանկություն չկա։